Գիրք Եզեկիել, գլուխ 46։ Այսպես է ասում Տերի Հովան. «Ներսի գավիթի դեպի արևելք նայող դուռը կխփված մնա գործի 6 օրը, իսկ շաբաթ օրը բացվի, և ամսագլուխորն էլ բացվի, և իշխանը մտնե դրսիցը դռան սրահի ճանապարհովը, և կանգնե դռան դրանդիքի մոտ, և քահանաները մատուցանեն նրա ողջակեզը, և նրա խաղաղության զոհերը, և նա երկրպագություն անե դռան սեմի վրա, և դուրս գա, և դուռը չկխփվի մինչև իրիկուն, և երկրի ժողովուրդը երկրպագություն անեն այն դռան մուտքումը շաբաթներին և ամսագլուխներին Տիրոջ առաջին, և իշխանի ողջակեզը, որ պիտի մատուցանե Տիրոջը, շաբաթ օրը 6 կատարյալ գառ և 1 կատարյալ խոյ, և իբրև հացի նվեր 1 արդու 1 խոյին, և գառների համար իբրև հացի նվեր ձեռքից եկածը, և 1 հիմեն յուղ յուրաքանչյուր արդուի համար, ամսագլուխորը արջառներից 1 զվարակ կատարյալ, և 6 գառներ և 1 խոյ, որ պետք է կատարյալ լինեն, և 1 արդու 1 զվարակի համար, և 1 արդու 1 խոյի համար մատուցվի իբրև հացի նվեր, և գառերի համար ձեռքին հասածը, իսկ 1 հիմեն յուղ 1 արդուին, և իշխանը գալիս դռան սրահի ճանապարհովը պիտի գա, և նույն ճանապարհովը դուրս գա, և երկրի ժողովուրդը տոներին Տիրոջ առաջը գալիս, հյուսիսային դռան ճանապարհով երկրպագելու համար մտնողը հարավային դռան ճանապարհովը դուրս գա, և հարավային դռան ճանապարհովը մտնողը հյուսիսային դռան ճանապարհովը դուրս գա, իր ներս մտած դռան ճանապարհովը ետ չդառնա, այլ դիմացինով դուրս գա, և իշխանը նրանց մեջ նրանք մտնելիս մտնե, և դուրս գալիս դուրս գա, և տոներին ու հանդիսավոր օրերին հացի նվերը 1 արդու 1 զվարակին, և 1 արդու 1 խոյին, և գառերին ձեռքիցը եկածը, իսկ 1 հիմեն յուղ 1 արդուին, և երբ որ իշխանը 1 կամավոր ողջակեզ կամ կամավոր խաղաղության զոհ մատուցանե Տիրոջը, այն ժամանակ նրա համար բանան դեպի արևելք նայող դուռը, և նա մատուցանե իր ողջակեզը և իր խաղաղության զոհը, ինչպես որ մատուցանում է շաբաթ օրը, և դուրս գա, և դուռը կխփեն նրա դուրս գալուց հետո, և ամեն օր 1 տարեկան կատարյալ գառ ողջակեզ մատուցանես Տիրոջը, ամեն առավոտ մատուցանես նրան, և նրա համար հացի նվեր մատուցանես ամեն առավոտ 1/6 արդու, և 1/3 հիմեն յուղ նաշիհի հետ խառնելու համար, սա մշտական հացի նվեր է Տիրոջը հավիտենական կանոնով, և մատուցանեն գառը և հացի ընծան և յուղը ամեն առավոտ մշտնջենական ողջակեզ։ Այսպես է ասում Տեր Եհովան. երբ որ իշխանը իր որդկանցից մեկին ընծա տա, նա նրա ժառանգությունն է, նրա որդիներին է լինի, նա նրան ժառանգական կալվածքն է, և երբ որ իր ժառանգությունից ընծա տա իր ծառաներից մեկին, դա նրանը լինի մինչև թողության տարին, հետո ետ դառնա իշխանին, նրա ժառանգությունը միմիայն իր որդկանցը պիտի լինի, և իշխանը պիտի չառնե ժողովրդի ժառանգությունիցը, նրանց զրկելով իրանց կալվածքիցը, իր կալվածքիցը ժառանգություն տա իր որդկանցը, որպեսզի իմ ժողովուրդը չցրվի ամեն մեկն իր կալվածքից, և ինձ տարավ դռան մոտ եղող մուտքովը դեպի քահանաների սուրբ սենյակները, որ ուղղված են դեպի հյուսիս, և ահա այնտեղ 1 տեղ կար ետքի կողմերումը դեպի արևմուտք, և ասեց ինձ. սա այն տեղն է, ուր որ քահանաները պիտի եփեն հանցանքի պատարագի և մեղքի պատարագի միսը, ուր որ հացի նվերը պիտի թխեն, որպեսզի դուրս չտանեն դուրսի գավիթը, որ ժողովուրդը սրբեն, և ինձ դուրսը տարավ դրսի գավիթը, և ինձ մանածեց գավիթի 4 անկյունները, և ահա գավիթի ամեն մեկ անկյունում 1 գավիթ կար, գավիթի 4 անկյուններումը շրջապատ գավիթներ կային 40 կանգուն երկայն և 30 լայն, այն 4 անկյունները 1 չափով էին, և նրանց 4-ի շուրջն էլ շուրջանակի 1 կարգշենք կար, և եփարաններ էին շինված կարգերի տակին շուրջանակի, և ինձ ասեց. սրանք եփողների տունն են, ուր որ տանը պաշտոնյաները պիտի եփեն ժողովրդի զոհը։